Իմ տունը, իմ կանոնները։ Առաջին բառերը, որոնք ես լսեցի 3 տանջալի շաբաթ բացակայելուց հետո իմ սեփական տուն վերադառնալիս, բարի վերադարձ կամ մենք քեզ կարոտել էինք խոսքերը չէին։ Դրանք գոռաց իմ հարսը հյուրասենյակից, եւ նրա ձայնից կաթում էր մի թույն, որը երբեք չէի լսել իմ հասցեին ուղված։ Այս վհուկն ինչ է անում այստեղ։ Անմիջապես կորիր իմ տնից։ Նրա խոսքերը հարվածեցին ինձ ֆիզիկական ապտակի ուժգնությամբ, ավելի սառը եւ սուր, քան ձմեռային ցանկացած քամի։ Նա իր երկար խնամված մատով ցույց էր տալիս ինձ, այս գույքի սեփականատիրոջը։ Ես կանգնած էի այն տան մեջ, որը գնել էի իմ սեփական քրտինքով, ուրիշների հատակները լվանալուց ճակճքած ու կոշտացած ձեռքերով։ Մի պահ աշխարհը շուռ եկավ։ Ես պարզապես թույլ տվեցի, որ պայուսակիս ծանր գոտին սահի ուսիցս։ Ես առաջ քայլեցի։ Իմ քայլերը հաստատուն էին այն փայտե հատակին, որն ինքս էի փայլեցրել, եւ նայեցի ուղիղ նրա աչքերին։ Այս տունն իմն է, ասացի ես վտանգավոր հանգիստ ձայնով։ Սա քո բույնը չէ։ Եվ ես ձեռքով ցույց տվեցի այն դուռը, որով հենց նոր էի ներս մտել։ Իմ որդին Տիգրանը նույնիսկ չթարթեց աչքերը։ Նա պարզապես կանգնած էր այնտեղ, հատակին նայելով որպես վախկոտության մի հուշարձան, եւ այդ պահին մի սառը կոշտ համոզմունք հաստատվեց կրծքավանդակումս։ Ես գիտեի, որ ինչ էլ լիներ հետո, նրանցից ոչ մեկը երբեք չէր մոռանալու դա։ Բայց որպեսի հասկանաք իմ երակներում հոսող սառույցը, դուք պետք է հասկանաք այն կրակը, որը կոփել է ինձ։ Իմ անունը Անահիտ Հովանիսյան է, եւ ես 74 տարեկան եմ։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ։ Ես տներ եմ մաքրել մարդկանց համար, ովքեր նույնիսկ իմ ազգանունը չգիտեին։ Ես մեծացրել եմ երեխաների, որոնք իմը չէին։ Արդուկել եմ այն ընտանիքների շորերը, ովքեր ինձ որպես կահույքից մի փոքր ավել բան էին տեսնում։ Ես երբեք չեմ բողոքել, երբեք չեմ աղաչել։ Ես երբեք ձեռքս չեմ մեկնել ողորմություն ակնկալելով։ Յուրաքանչյուր վաստակած լումա ես խնայել եմ ֆանատիզմի հասնող կարգապահությամբ։ Իմ մի կողմ դրած ամեն մի լուման մի աղյուս էր այն միակ բանի հիմքում, որին ես տենչում էի։ Սեփական տանիք։ Մի վայր, որտեղ ոչ ոք երբեք չէր կարող ինձ ասել, թե ինչ անեմ կամ ինչպես ապրեմ։ Եվ ես արեցի դա։ Ես գնեցի այս տունը 22 տարի առաջ, երբ ծնկներս դեռ չէին ցավում ամեն քայլափոխի, եւ ես դեռ ուժ ունեի կրկնակի հերթափոխով աշխատելու։ Այն փոքր է, այո, ունի 2 ննջասենյակ, համեստ հյուրասենյակ, խոհանոց, որտեղից միշտ թունդ սուրճի հոտ է գալիս, եւ մի փոքրիկ բակ, որտեղ ես հորտենզիաներ եմ աճեցնում։ Բայց այն իմն է, ամբողջովին իմը։ Ես մենակ եմ ապրել այն ժամանակվանից, երբ ամուսինս մահացավ գրեթե 2 տասնամյակ առաջ։ Տիգրանը, իմ միակ որդին, ամուսնացավ եւ տեղափոխվեց։ Ես երբեք չեմ խնդրել նրան մնալ։ Այդպիսին է աշխանի կարգը։ Երեխաները պետք է թրջեն։ Բայց ես միշտ ենթադրում էի, ես հավատում էի, որ նա գոնե կհարգի ինձ։ Որ նա կհիշի այն զոհողությունները, այն գիշերները, որոնք ես անցկացրել եմ կարի մեքենայի վրա կռացած շորեր կարելով վաճառքի համար, միայն թե վճարեմ նրա դպրոցական դասագրքերի համար։ Այն ժամանակները, երբ ես ընթրիքին միայն արգանակ էի ուտում, որպիսի նա միս ունենա։ Մոր անձայն անտեսանելի զոհողությունները, որոնք ակնկալում են ոչ մի մեդալ, ոչ մի ծափահարություն։ Իմ կյանքը խաղաղ էր, իմ առօրյան պարզ, բայց այն արժանապատիվ էր։ Ես արթնանում էի արևածագից առաջ, սուրճ էի եփում, ջրում էի բույսերս, ավլում էի բակը։ Երբեմն իմ ընկերուհի Մարգարիտը, մի բարի կին, ով ապրում է 3 տուն այն կողմից, գալիս էր հյուր։ Մենք նստում էինք խոհանոցում, թեյ էինք խմում, խոսում ամեն ինչից եւ ոչինչից։ Նա այն հազվագյուտ հոգիներից է, ով պարզապես լսում է, ով չի դատապարտում։ Մարգարիտն իմ տարիքին է, ինձ պես այրի, բայց ավելի բախտավոր է իր երեխաների հարցում։ Նրանք ամեն շաբաթ այցելում են նրան, տանում են շուկա, զանգում են պարզապես որպիսությունը իմանալու համար։ Ես երբեք չէի նախանձում նրան, միայն մի բութ ցավ էի զգում, մի լուռ տխրություն, երբ հասկանում էի, թե որքան քիչ է Տիգրանը մտածում իմ մասին։ Գուցե ամիսը 1 զանգեր, եւ նույնիսկ այդ ժամանակ նա հարցնում էր. «Լավ ես»։ Այնպիսի շտապողական տոնով, որն իրականում չէր սպասում պատասխանի։ Ամեն ինչ փշրվեց, երբ քույրս Հասմիկը զանգահարեց 2 մարզ այն կողմից։ Նա հիվանդ էր, հուսահատորեն հիվանդ, այնպես որ նույնիսկ մի բաժակ ջուր բարձրացնելու կարողությունը խլում է։
Նրա երեխաներն ապրում են օվկիանոսից այն կողմ, նրանք չէին կարող գալ, ուստի նա ինձ զանգեց։ Եվ իհարկե ես գնացի, որովհետև ընտանիքը հենց դրա համար է, դու թողնում ես ամեն ինչ և գնում ես։ Ես ասացի Տիգրանին, որ կբացակայեմ առնվազն 2 շաբաթ, գուցե 3։ Ոչ մի բանի համար մի անհանգստացիր, մայրիկ, ասաց նա, տան հետ ամեն ինչ կարգին կլինի։ Ես վստահեցի նրան։ Ես փակեցի ամեն ինչ, 2 անգամ ջրեցի բույսերը, հրաժեշտ տվեցի Մարգարիտին և ավտոբուսով երկար ճանապարհ ընկա դեպի Հասմիկի քաղաքը։ Այդ 3 շաբաթները անտեսեպտիկ հոճերի, անքուն գիշերների և լուր տառապանքի մի մշուղ էին։ Քույրս տանջալի ցավերի մեջ էր։ Ես նրա համար ճաշ էի եփում, լողացնում էի նրան, բռնում էի նրա ձեռքը երկար մութ գիշերների։ Դա իմ պարտքն էր, բայց հոգուս խորքում ես կարոտում էի իմ տունը։ Ես կարոտում էի իմ սեփական մահճակալը, իմ խոհանոցի ծանոթ խոտը, իմ բակի խաղաղ սրբավայրը։ Ես հաշվում էի օրերը։ Երբ Հասմիկի վիճակը վերջապես կայունացավ և նրա բուժքույրը հաստատվեց, ես հեռացա։ Ես թեթև սրտով վերադարձա ավտոբուսով, երազելով իմ սեփական բազկաթոռին նստած սուրճի այդ առաջին բաժակի մասին։ Ես երբեք, 1000 կյանքի ընթացքում չէի կարող պատկերացնել, թե ինչ էր ինձ սպասում։ Երբ ես իջա ավտոբուսից և թեքվեցի դեպի իմ փողոց, ինչ-որ բան այն չէր, անհանգստության մի զգացում։ Իմ բակում մեքենա էր կայանված, բառ վաճքի ընկնող սեդան, որը ես չճանաչում։ Ես մտածեցի, որ գուցե հարևաններից մեկի հյուրն է, բայց երբ մոտեցա, տեսա, որ այն կայանված է հենց ավտոգանաժից դիմաց։ Սիրտս սկսեց բաբաքել տարօրինակ ծանր ռիթմով, ինչ-որ բան այն չէր։ Ես հանեցի բանալիներս, ձեռքս մի փոքր դողում էր։ Ես բացեցի դուռը։ Առաջին բանը, որ հարվածեց ինձ, հոտն էր։ Սա իմ տունը չէր։ Իմ տնից սուրճի, կիտրոնի մաքրող միջոցի և հին գրքերի հոտ էր գալիս։ Սա սրտխառնոց առաջացնող քաղցր օծանելիք էր, խիտ և ներխուժող։ Լույսերը վառված էին օրվա մեջտեղում։ Մուտքի մոտ կոշիկներ կային, կանացի բարձրակրունկներ, վառ ու ճչացող, որոնք անփութորեն նետված էին իմ մուտքի գորգի վրա։ Ես քարացած կանգնել էի այնտեղ, ճամփորդական պայուսակս դեռ ուսիս, փորձելով ընկալել տեսարանը։ Ես դանդաղ քայլեցի դեպի հյուրասենյակ, և այնտեղ էր նա, Տիգրանը, իմ որդին, նստած իմ բազկաթոռին, հեռուստացույց դիտելով, կարծես սովորական մի երեքշաբթի լիներ։ Նա շրջվեց, երբ լսեց իմ քայլերը, և նրա դեմքի արտահայտությունը զարմանք չէր, ուրախություն չէր, դա անհարմարություն էր, մեղքի զգացում։ Մայրիկ, ասաց նա թույլ ձայնով, ես այսօր քեզ չէի սպասում։ Ինչ նկատի ունես, թե ինձ չէիր սպասում, պատասխանեցի ես ավելի կտրուկ ձայնով, քան մտադիր էի։ Ես քեզ ասել էի, որ այս շաբաթ վերադառնալու եմ։ Ինչ է կատարվում այստեղ, Տիգրան։ Նա չպատասխանեց։ Նա պարզապես ոտքի կանգնեց, քորելով վզի հետևը, մի նյարդային շարժում, որն ուներ մանկուց։ Եվ հետո ես լսեցի դա, կնոջ ձայն, որը գալիս էր իմ ննջասենյակից։ Իմ ննջասենյակը, իմ տան ամենասուրբ վայրը, այն միակ տարածքը, որն իմն էր և միայն իմը։ Տիգրան, ով է դա։ Այդ պառավը վերջապես գնաց։ Կարծես հատակը անհետացավ ոտքերիս տակից։ Ես չսպասեցի։ Ես քայլեցի, ոտքերս քարի պես ծանր էին, դեպի իմ սենյակը և առանց թակելու բացեցի դուռը։ Եվ այնտեղ էր նա, Լիլիթը, իմ տղայի կինը, նստած իմ մահճակալին։ Նրա շորերը նետված էին իմ մաքուր սավանների վրա։ Նրա կսուքներն ու օծանելիքները ցրված էին իմ անտիկ զարդասեղանին։ Նրա կոշիկները գցված էին պատուհանիս տակ։ Նա նայեց ինձ ոչ թե ամոթով, այլ նյարդանացած, ասես ես էի ներխուժողը։ Այս վհուկ ինչ է անում այստեղ, մռնչաց նա։ Անմիջապես կորիր իմ տնից։ Դրանք նրա բառերն էին, գոռացած ինձ վրա, մինչ նա նստած էր իմ մահճակալին, ոտքը ոտքի գցած և ոտքերի եղունները ներկում էր մի վառ կարմիր գույնով, որը կեղտոտում էր իմ սպիտակ սավանները։ Իմ սավանները, այն նվան, որոնք ես լվացել և կախել էի արևի տակ նախքան մեկնելս։ Ես չէի կարողանում շարժվել։ Ես պարզապես կանգնել էի իմ սեփական սենյակի դռան շեմին և նայում էի այս կնոջը։ Ամենից ցավեցնողն իրա թույնը չէր։ Դա Տիգրանն էր, ով կանգնած էր իմ հետևում, լուռ, ինձ չպաշտպանելով, նրան չլռեցնելով, պարզապես նայելով գորգին, ինչպես մի անհնազանդ երեխա։ Տիգրան, ասացի ես գրեթե շշուկով, թեև աչքերս երբեք չկտրեցի նրանից։ Բացատրելու ես, թե սա ինչ է նշանակում։ Նա կուլ տվավ թուքը, ադամախնձորը վերուվար անելով։ Մայրիկ, ուղղակի մեզ տեղ էր պետք ընդամենը քանի օրերի համար։ Մենք խնդիրներ ունեինք տանանտիրոջ հետ։ Նա մեզ վրդեց։ Ես մտածեցի, քանի որ դու ստեղ չես, մենք կարող ենք պարզապես մնալ, մինչև մի բան կգտնենք։ Մինչև մի բան կգտնեիք, կրկնեցի ես, և բառերս մոխրի համ ունեին։
Զայրույթն այժմ բարձրանում էր, տաք ու սուր, ստամոքսիցս դեպի կոկորդս։ Եվ քո մտքով չանցավ զանգել ինձ ու հարցնել։ Մենք պարզապես չէինք ուզում քեզ անհանգստացնել, մրթմրթաց նա։ Մենք գիտեինք, որ դու զբաղված ես մորաքույր Հասմիկի հետ։ Լիլիթը արձակեց սուր արհամարհական ծիծաղ։ Օ, խնդրում եմ, նրան բացատրություններ մի տուր Տիգրան։ Այս տունը ժամանակի մեծ մասը դատարկ է, ինչ տարբերություն, եթե մենք օգտագործենք այն։ Իմ ներսում ինչ-որ բան պարզապես չկոտրվեց, այն փշրվեց, դա մի լուռ աղետալի պայթյուն էր կրծքավանդակիս կենտրոնում։ Ես դանդաղ քայլեցի դեպի իմ զարդասեղանը։ Ես տեսա նրա իրերը, նրա թանկարժեք, կիսով չափ օգտագործված քսուկները, նրա ներմուծված օծանելիքները առանց կափարիչների, որոնք կեղտոտում էին փայտը, որը ես այնքան խնամքով պահպանել էի 40 տարի։ Ես բացեցի իմ պահարանը։ Նրա բարակ զգեստներն ու վառ բլյուզները խցկված էին իմ հասարակ շորերի կողքին։ Նրա կոշիկները կուտակված էին հատակին։ Ամեն ինչ խառնված էր, պղծված, ասես նա դրա իրավունքն ուներ։ Ես շրջվեցի եւ նայեցի նրան։ Նա վերադարձել էր իր եղունգները ներկելուն, բացարձակապես անվրդով։ Այս տունն իմն է, ասացի ես։ Իմ ձայնն այժմ հաստատ ուներ, զուրկ նախկին դողից։ Ես այն գնել եմ իմ աշխատանքով, իմ քրտինքով, տարիների զոհողություններով, եւ դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու առանց իմ թույլտվության։ Նա նայեց ինձ եւ մի ծաղրական ժպիտ խաղաց նրա շուրթերին։ Օհա, եւ ինչ ես անելու Անահիտ, դուրս ես վռնդելու ինձ, խնդրում եմ, ես քո տղայի կինն եմ, մենք ընտանիք ենք, դու պետք է ուրախ լինես մեզ օգնելու համար։ Ես չշարժվեցի, ես պարզապես նայում էի նրան, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուր բառ խրվում սրտիս մեջ ապակու կտորի պես։ Բայց ես նրան չէի տա այն բավականությունը, որ տեսներ ինձ լաց լինելիս։ Ես չէի գոռա, ես չէի աղաչա։ Այդ պահին ես հասկացա, որ եթե կորցնեմ ինքնատիրապետումս, նա կհաղթի։ Ես խորը ցնցող շունչ քաշեցի եւ շրջվեցի դեպի Տիգրանը։ Ես ուզում եմ, որ դուք հանեք ձեր իրերը իմ ննջասենյակից հենց հիմա։ Մայրիկ, խնդրում եմ, նվնվնաց նա, պարզապես թույլ տուր մնալ եւս մի քանի օր, ես խոստանում եմ։ Ինձ չեն հետաքրքրում քո խոստումները, ընդհատեցի ես։ Ես ուզում եմ, որ դուք դուրս գաք իմ սենյակից։ Սա իմ տունն է։ Եթե դուք պատրաստվում եք մնալ, դա կլինի իմ կանոններով, բայց իմ սենյակը իմն է։ Այստեղ ոչ ոք չի քնում, բացի ինձնից։ Լիլիթը ցատկեց մահճակալից կտրուկ ագրեսիվ մի շարժմամբ։ Քո կանոններով ինչ գրողի ծոց ես քեզ երևակայում։ Մենք այստեղ ենք, որովհետև Տիգրանը քո տղան է։ Դու պարտավոր ես օգնել մեզ։ Ես ձեզ հանդեպ ոչ մի պարտավորություն չունեմ, պատասխանեցի ես հանդիպելով նրա հայացքին, եւ եթե կարծում ես, որ ես թույլ կտամ քեզ անհարգալից վերաբերվել ինձ իմ իսկ տանը, դու խորապես սխալվում ես։ Նա մի քայլ արեց դեպի ինձ, ձեռքերը խաչած։ Այդ քամահրական գերազանցության հայացքը ստամոքսս տակն ու վրա արեց։ Տիգրանը ոչինչ չարեց։ Նա կանգնած էր այնտեղ, որպես անպետք դատարկ ստվեր։ Եվ այդ պահին ես հասկացա մի բան, որը տարիներ շարունակ հրաժարվում էի ընդունել։ Իմ որդին այն տղամարդը չէր, ում ես կարծում էի, թե մեծացրել եմ։ Նա վախկոտ էր, առանց ողնաշարի մի մարդ, ով թույլ էր տալիս իր կնոջը խաչել ինձ իմ իսկ սրբավայրում։ Լավ, ասացի ես վերջապես, մնացեք, բայց դուք ձեր իրերը դուրս կհանեք իմ ննջասենյակից հիմա, կամ ես դրանք ինքս դուրս կշպրտեմ։ Լիլիթը ծիծաղեց դեմքիս։ Դու ոչինչ էլ չես անի, որովհետև եթե անես, Տիգրանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Եվ հավատա ինձ, պարավ, նա քեզ չի ընտրելու։ Նրա բառերը խոցեցին նշանակետին, որովհետև ես զզվելի մի հստակությամբ գիտեի, որ նա ճիշտ էր։ Ես դուրս եկա սենյակից։ Ես գնացի խոհանոց, ոտքերս դողում էին եւ նստեցի սեղանի շուրջ, պարզապես շնչելով։ Ես լսում էի նրանց ձայները։ Լիլիթը գորգորում էր Տիգրանի վրա։ Ինձ անվանում էր դառնացած պառավ վհուկ, պահանջում էր, որ նա ինձ իր տեղը ցույց տա։ Իսկ նա պարզապես մրթմրթում էր։ Ես վեր կացա եւ քայլեցի իմ տնով, իմ սրբավայրով։ Ես բացեցի խոհանոցի պահարանները։ Իմ լավ ափսեները, նրանք, որոնք ամուսինս էր ինձ նվիրել, խառնված էին էժանագին, յուղոտ պլաստմասե ափսեների հետ, որոնք նա էր բերել։ Սառնարանում իմ ուտելիքը չկար, այն փոխարինվել էր կիսադատար կարակ սննդի տարաներով եւ թանկարժեք գազավորված ըմպելիքներով, որոնք ես երբեք չէի խմում։ Ամեն ինչ խառնաշփոթ էր, պղծվածություն։ Ես գնացի լոգարան։ Նրա թանկարժեք շամպուններն ու լոգանքի գելերը ցրված էին փոքրիկ տարածքում։ Իմ հասարակ սրբիչները շպրտված էին հատակին որպես խոնավ կույտ, մինչդեռ նրանը փափուկ եւ նոր, կախված էին կախիչից։ Մի սառը մեթոդական կատաղություն սկսեց բյուրեղանալ իմ ներսում։ Դա պայթյունավտանգ չէր, դա մի շատ ավելի վտանգավոր բան էր։ Դա մի խորը, լուռ վրդովմունք էր, որն ինձ ստիպեց սեղմել բռունցքներս, մինչև եղունգներս խրվեցին ափերիս մեջ։
բայց ես չէի գոռա։ Նա ինձ թույլ էր ուզում տեսնել, նա ինձ կոտրած էր ուզում տեսնել։ Ես ոչ մեկը չէի լինի։ Ես վերադարձա հյուրասենյակ։ Տիգրանը դուրս եկավ սենյակից։ Նրա դեմքին դրոշմված էր հոգնածություն, որն իմ մեջ ոչ մի խղճահարություն չառաջացրեց։ Մայրիկ, ես չեմ ուզում լսել, ասացի ես անտարբեր ձայնով։ Ես պարզապես ուզում եմ իմանալ մեկ բան, որքան էիք պլանավորում մնալ այստեղ, առանց ինձ տեղյակ պահելու։ Նա նայեց ներքև։ Ես չգիտեմ, մի 2 շաբաթ, մինչև փող ունեինք։ Իսկ հետո ինձ կպարզապես անհետանայիք, թողնելով, որ ես վերադառնամ այս պղծվածությանը։ Այդպես չէ, մայրիկ, ես պատրաստվում էի քեզ ասել։ Քո խոստումները ոչինչ չեն նշանակում, Տիգրան։ Եթե դրանք որևէ բան նշանակեին, դու չէիր թույլ տալու, որ այդ կինը ինձ հետ այդպես խոսար։ Դու չէիր թույլ տալու, որ նա պղծեր իմ տունը։ Նա պարզապես նստած էր այնտեղ, ձեռքերը սեղմած ծնկների արանքում, եւ նայում էր հատակին։ Եվ ես նայում էի նրան։ Մայրական սերը, որը ես ստացել էի 40 տարի, փտում եւ վերածվում էր մի մութ եւ անճանաչելի հիասթափության։ Լավ, ասացի ես, ոտքի կանգնելով։ Դուք կմնաք, բայց սա իմ տունն է, եւ իմ տանը, իմ կանոնները հարգվում են։ Հասկանալի է։ Նա գլխով արեց, դեռ չնայելով իմ աչքերին։ Այդ առաջին գիշերը ես իմ սենյակում չքնեցի։ Նրանք տեղափոխել էին իրենց իրերը հյուրերի սենյակ, բայց իմ ննջասենյակը ապականված էր թվում։ Ես քնեցի բազմոցին, տան ամեն մի ճռոցից զգոն մնալով։ Ես լսում էի նրանց շշուկները։ Լիլիթի ձայնը սուր էր ու զայրացած նույնիսկ պատի միջից։ Ես արթնացա լուսաբացից առաջ, ինչպես միշտ անում եմ։ Ես գնացի խոհանոց, սուրճս եփելու, բայց երբ բացեցի պահարանը իմ սիրելի գավաթի համար, այն այնտեղ չէր։ Ես այն գտա լվացարանում, չլվացված, մի յուղոտ վառ կարմիր շրթներքի հետքով եզրին։ Նա օգտագործել էր այն։ Դա պարզապես գավաթ չէր։ Դա ամուսնուս վերջին նվերն էր մահանալուց առաջ։ Կրծքավանդակումս ինչ-որ տաք եւ վերջնական բան կտրվեց։ Ես լվացի այն, ձեռքերս քսում էի այնքան, մինչև ճենապակին մաքրվեց։ Ես եփեցի իմ սուրճը եւ գնացի բակ։ Իմ բույսերը, դրանք 3 շաբաթ չէին ջրվել։ Տերևները շագանակագույն էին, փխրուն, մեռած։ Նրանք նույնիսկ չէին նեղվել դրանց մի կաթել ջուր տալ։ Մինչ ես կանգնած էի այնտեղ, փորձելով փրկել այն ինչ կարող էի, Լիլիթը մտավ խոհանոց։ Նա մետաքսե խալատով էր։ Հորանչում էր, կարծես ամբողջ աշխարհն իրեն էր պատկանում։ Նա չբարևեց։ Նա բացեց իմ սառնարանը, հանեց այն կաթը, որը ես նոր էի գնել, եւ խմեց անմիջապես տուփից։ Նա կանգնած էր այնտեղ, նայելով ինձ պատուհանի միջով։ Դու միշտ այսքան շուտ ես արթնանում, հարցրեց նա, եւ նրա ձայնը խիտ էր նյարդայնությունից։ Աղմկոտ է։ Դու արթնացրիր ինձ։ Ես չպատասխանեցի։ Ես պարզապես շարունակեցի ջրել իմ մեռնող բույսերը։ Եվ այս տունը սառույց է, շարունակեց նա, բղավելով դեպի ննջասենյակ։ Տիգրան, դու պետք է սարքես ջերուցիչը, այստեղ անտանելի է։ Տիգրանը հայտնվեց քնաթաթախ աչքերով։ Նա նայեց ինձ, հետո արագ թեքեց հայացքը։ Նա իր համար սուրճ սարքեց եւ նստեց սեղանի շուրջ։ Ես ներս մտա եւ նստեցի նրա դիմաց։ Լիլիթը հենվեց վաճառասեղանին, ձեռքերը խաչաված, նայում էր մեզ, սպասելով ներկայացման։ Տիգրան, ասացի ես, հանգիստ, մենք պետք է խոսենք։ Որքան գումար ունես խնայած ուրիշ տեղ գտնելու համար։ Նա խառեց սուրճը։ Ոչ շատ։ Մենք մի քիչ նեղ վիճակում ենք։ Որքան։ Գուցե $200։ Լիլիթը արհամարքով ծիծաղեց։ Եվ ինչ պետք է մենք անենք դրանով։ Դա նույնիսկ կանխավճարի չի հերիքի։ Վարձավճարները խելագրություն են, Անահիտ։ Դու դա գիտես։ Ես քեզ չէի հարցնում, ասացի ես սառցե կտորի պես ձայնով։ Ես խոսում եմ իմ որդու հետ։ Օ, ճիշտ է, քո կատարյալ փոքրիկ տղայի, հեգնեց նա։ Դե թույլ տուր քեզ մի բան ասել։ Քո կատարյալ տղան աշխատանք չունի, արդեն 2 ամիս է։ Եթե ես չլինեի, նա փողոցում կհայտնվեր։ Արյունս սառեց։ Ես նայեցի Տիգրանին։ Դա ճիշտ է, դու չես աշխատում։
Նա ուսերը թոթվեց, մի ողորմելի մանկական շարժում։ Ես կորցրել եմ վերջինը, ես փնտրում եմ, պարզապես հեշտ չէ, դրա համար էլ մեզ պետք է այստեղ լինել։ Լիլիթը միջամտեց։ Մենք այլ տեղ չունենք դնալու, իսկ դու ապրում ես այս մեծ տան մեջ մեն-մենակ, ո՞րն է խնդիրը։ Խնդիրը, ասացի ես ոտքի կանգնելով, այն է, որ դուք առանց թույլտվության մտել եք իմ տուն։ Խնդիրն այն է, որ դուք ինձ վերաբերվում եք որպես ներխուժողի։ Խնդիրն այն է, որ դուք ոչ մի գրամ հարգանք չունեք իմ կամ իմ ունեցվածքի նկատմամբ։ Նա դիմակայեց իմ հայացքին, սառը ժպիտը դեմքին։ Օ, զոհի դեր մի խաղա, դու պետք է երախտապարտ լինես, որ տղադ գոնե հիշում է քեզ։ Լինելով այդքան դառնացած, ես չէի այցելի քեզ անգամ, եթե ինձ վճարեին։ Դա ուղիղ հարված էր։ Ես նայեցի Տիգրանին, աչքերով աղերսելով նրան, որ մի բան ասի, որ պաշտպանի ինձ, որ լինի այն տղամարդը, ում ես մեծացրել էի։ Նա պարզապես նայում էր իր սուրճի բաժակին, եւ ես հասկացա։ Ես գիտեի, որ նա ընտրել էր, եւ նա չէր ընտրել ինձ։ Ես շրջվեցի եւ գնացի իմ սենյակ։ Ես կողպեցի դուռը։ Ես նստեցի մահճակալիս եզրին։ Սավանները դեռ թույլ կերպով նրա օծանելիքի հոտ ունեին։ Ես չէի լացելու։ Ես չէի տա նրան այդ իշխանությունը։ Ես վերցրի հեռախոսս եւ զանգեցի Մարգարիտին։ Մարգարիտ, ասացի ես, ձայնս դողում էր չնայած իմ ջանքերին։ Ես վերադարձել եմ։ Կարող ես գալ, խնդրում եմ։ Դու ինձ պետք ես։ Նա այնտեղ էր 20 րոպեից։ Երբ նա ներս մտավ, Լիլիթը իմ բազմոցին էր, ոտքերը սուրճի սեղանին հեռուստացույց էր նայում։ Նա բացահայտ արհամարքով օդքից գլուխ չափեց Մարգարիտին։ Ո՞վ է սա։ Սա իմ ընկերուհին է, սառնությամբ ասացի ես, եւ նա այս տանը գտնվելու ավելի շատ իրավունք ունի, քան դու։ Լիլիթը ծիծաղեց։ Օ, համալրումներ ես բերում, ինչ ողորմելի է։ Ես անտեսեցի նրան։ Գնանք բակ, Մարգարիտ։ Մենք նստեցինք դրսում։ Ես պատմեցի նրան ամեն ինչ, վերադարձը, բառերը, սենյակը, գափաթը։ Մարգարիտը, ով ճանաչում էր ինձ 30 տարի, պարզապես լսում էր։ Նրա դեմքի արտահայտությունը շփոթությունից վերածվեց մաքուր վրդովմունքի։ Անահիտ, ասաց նա բռնելով իմ ձեռքը, սա ճիշտ չէ, դու չես կարող թույլ տալ նրան դա անել, դու պետք է վերջ տաս դրան։ Ես գիտեմ, շշնչացի ես, բայց նա իմ տղան է, ես չեմ ուզում նրան կորցնել։ Մարգարիտը նայեց ինձ այնպիսի իմաստությամբ լի աչքերով, որը գալիս է միայն կիսված վշտից։ Հոգիս, մեղմորեն ասաց նա, դու արդեն կորցրել ես նրան։ Այն Տիգրանը, ում դու մեծացրել ես, թույլ չէր տա ոչ մեկին իր մոր հետ այդպես խոսել։ Այդ տղամարդն այնտեղ, նա այլևս քո տղան չէ, նա նրա ամուսինն է։ Նրա բառերը դաժան էին, բայց դրանք ճշմարտություն էին։ Ես չեմ պատրաստվում աղաչել նրանց, որ գնան, ասացի ես, իսկ իմ մեջ նոր վճռականություն էր կոփվում։ Ես չեմ կռվելու կամ գոռալու, բայց ես անհարգալից վերաբերմունք չեմ հանդուրժի։ Ապա ինչ ես պատրաստվում անել։ Ես նայեցի իմ մեռած բույսերին, հետո այն տանը, որի համար արյուն էի թափել։ Ես պատրաստվում եմ նրանց կյանքն անհնարին դարձնել, ասացի ես ցածր ձայնով, ոչ թե բղավելով, այլ գործողություններով։ Ես ցույց կտամ նրանց, որ այս տունը տեր ունի, եւ այդ տերը ես եմ։ Այդ կեսօրին ես գնացի շինանյութի խանութ։ Ես 5 ծանր ամուր կողպեքներ գնեցի։ Երբ վերադարձա, Լիլիթը չկար, դուրս էր եկել ընկերների հետ, մրթմրթաց Տիգրանը։ Ես գնացի իմ սենյակ եւ հանեցի այն արկղը, որտեղ պահվում էին տանս փաստաթղթերը, ամբողջությամբ վճարված հիփոթեքի անդորրագիրը, յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ այս գույքն իմն է։ Հետո ես մտա համացանց։ Ես ուսումնասիրեցի վարձակալների իրավունքները կամ նրանց դեպքում դրանց բացակայությունը։ Նրանք վարձակալներ չէին, նրանք չարտոնված բնակիչներ էին։ Ես գնացի տպագրատուն։ Ես տպեցի վտարման պաշտոնական իրավաբանական ծանուցում։ Ոչ մի էմոցիա, ոչ մի վիրավորանք, միայն փաստեր։ Այնտեղ նշված էր, որ Տիգրան Հովանեսյանը եւ Լիլիթ Գրիգորյանը ապօրինի ներխուժել են եւ ունեն 3 օր տարածքն ազատելու համար։ Ես տպեցի 2 օրինակ։ Ես եկա տուն եւ դրեցի դրանք հյուրասենյակի սեղանին, որտեղ հնարավոր չէր չնկատել։ Այդ գիշեր Տիգրանը գտավ դրանք։ Ես լսեցի, թե ինչպես նա շունչը քաշեց, հետո խելագար շշուկներ լսվեցին հյուրերի սենյակից։ Նա թակեց դուռս։ Մայրիկ, կարող եմ ներս մտնել։ Ոչ, պատասխանեցի ես ներսից։ Սա լուրջ է, դու վռնդում ես մեզ։ Ունես 3 օր։
Մայրիկ, խնդրում եմ, մենք գնալու տեղ չունենք։ Դուք պետք է մտածեիք այդ մասին, նախքան թույլ կտայիր քո կնոջը կեղտի պես վերաբերվել ինձ իմ իսկ տանը։ Ես լսեցի նրա նահանջող քայլերը։ Հետո սկսվեցին գոռողները։ Լիլիթը մեղադրում էր ինձ տարեցների հանդեպ բռնության մեջ, սպառնալում էր դատի տալ ինձ։ Ես նստած էի մահճակալիս, հանգիստ, եւ լսում էի, թե ինչպես է փոթորիկը պայթում։ Հաջորդ առավոտ ես նրանցից շուտ արթնացա։ Ես գնացի խոհանոց։ Ես վերցրեցի այն ամենը, ինչ իմն էր, իմ սուրճը, իմ ուտելիքը, իմ պահածոները եւ կողպեցի դրանք մարանում։ Ես կողպեք դրեցի մարանի դրան։ Ես վերցրեցի իմ լավ կաթսաներն ու թավանները եւ կողպեցի դրանք միջանցքի պահարում։ Ես կողպեք դրեցի այդ դրան։ Հետո ես մտա սառնարան։ Ես հանեցի իմ իրերը եւ մի ծանր կողպեք դրեցի սառնարանի դրան։ Առաջինը դուրս եկավ Տիգրանը։ Նա քարացավ խոհանոցի դռան շեմին, աչքերը լայնացած։ Մայրիկ, ինչ ես արել։ Ես պաշտպանեցի այնինչ իմն է, ասացի ես հանգիստ, խմելով իմ սուրճը։ Եթե դուք մտադիր եք մնալ, դուք կօգտագործեք ձեր սեփական իրերը, ոչ թե իմը։ Բայց ինչպես ենք մենք ուտելու, եփելու։ Դա քո խնդիրն է, Տիգրան, ոչ թե իմը։ Լիլիթը ներս խուժեց սենյակից, մազերը գզգզված։ Երբ նա տեսավ կողպեքները, նրա դեմքը ծռվեց գրեթե կենդանական կատաղությունից։ Դու խելագար ես, ճչաց նա մատով ցույց տալով սառնարանը։ Ինչպես ենք մենք ապրելու։ Դա իմ խնդիրը չէ, կրկնեցի ես։ Դուք կարող եք փոքր սառնարան գնել կամ դրսում ուտել, բայց իմ իրերն իմն են։ Նա նետվեց դեպի ինձ, բռունցքները սեղմած։ Դու չես կարող դա անել, սա անմարդկային է։ Տիգրան, մի բան ասա այս մոլագարին։ Տիգրանը պարզապես նայեց հատակին։ Դու անպետք ես, գոռաց նա տղայիս վրա, բացարձակապես անպետք։ Ես անցա նրանց կողքով եւ գնացի լոգարան։ Ես կողպվեցի ներսում։ Ես նայեցի ինձ հայելու մեջ։ Ես տեսա 74-ամյա մի կնոջ, հոգնած ու կնճռոտ, բայց որի աչքերը պարզ էին ու հաստատուն։ Ես չէի կոտրվի։ Ես զանգահարեցի պարոն Պետրոսյանին, իրավաբանին, ում խորհուրդ էր տվել Մարգարիտը։ Ես հանդիպում նշանակեցի այդ կեսօրվա համար։ Ես հագա իմ լավագույն շորերը, հասարակ կապույտ կոստյումը, որը պահում էի թաղումների եւ հատուկ առիթների համար։ Ես հարդարեցի մազերս։ Ես դրեցի մարգարտիական ջողերս, որոնք ամուսինս էր ինձ նվիրել։ Ես ուզում էի արժանապատիվ զգալ։ Ես դուրս եկա իմ սենյակից։ Ես դուրս եմ գնում, հայտարարեցի ես։ Ես հանդիպում ունեմ։ Պարոն Պետրոսյանը բարի գործնական մարդ էր։ Ես բացատրեցի ամեն ինչ։ Նա լսում էր, նշումներ անելով։ Տիկին Հովանիսյան, ասաց նա, սա չարտոնված զբաղեցման հստակ դեպք է, ծանրացած բանավոր բռնությամբ։ Ձեր տված ծանուցումը լավ սկիզբ է, բայց մենք կարող ենք վտարման հրատապ օրդեր ստանալ։ Դատավորը կստորագրի այն, հիմնվելով ձեր եւ ձեր ընկերուհու վկայության վրա։ Այն կառաքելվի դատարանի սպայի կողմից։ Նրանք կունենան 48 ժամ։ Եթե հրաժարվեն, ոստիկանությունը նրանց դուրս կհանի։ Ես դուրս եկա նրա գրասենյակից, զգալով ինձ ավելի թեթև քան տարիների վեր։ Ես արել էի վերջին քայլը։ Սա այլևս ընտանեկան վեճ չէր, սա իրավական գործընթաց էր։ Երկտուն հասա, նրանք խոհանոցում էին։ Ես քերծող լսեցի։ Ես ներս մտա եւ գտա նրանց, թե ինչպես էին փորձում կոտրել մառանի կողպեկը իմ լավ պտուտահաններից մեկով։ Նրանք սրցան ինչպես գող հանցանքի վայրում։ Ինչ եք կարծում, ինչ եք անում, հարցրեցի ես մահացել ձայնով։ Մենք սոված ենք, թթքեց Լիլիթը։ Դու կողպել ես ամբողջ ուտելիքը։ Ես ակնկանում էի, որ դուք հարգալի կլինեք, բայց տեսնում եմ, որ դա անհնար է։ Մայրիկ, մենք պարզապես ուզում էինք դուրս եկեք իմ խոհանոցից, հենց հիմա։ Լիլիթը մի քայլ արեց դեպի ինձ, աչքերը վառվում էին ատելությունից։ Դու դաժան չար պառավ ես։ Իսկ դու, պատասխանեցի ես, անամոթ, անհարգալից օրինախախտ ես։ Նա բարձրացրեց ձեռքը, ես չընկրկցի։ Արա, շշնջացի ես, դիպչիր ինձ, տուր ինձ եւս մեկ պատճառ ոստիկանություն զանգելու։ Տիգրանը բռնեց նրա թևից։ Լիլիթ, ոչ, եկեք պարզապես գնանք։ Նա կտրուկ քաշեց իր թևը։ Սա քո մեղքն է, գոռաց նա նրա վրա, ապա վրդովված գնաց դեպի իրենց սենյակը։ Տիգրանը կանգնած էր այնտեղ, պտուտակահանը ձեռքին։ Գնա, Տիգրան,
ասացի ես հոգնած ձայնով։ Հաջորդ անգամ, երբ փորձես կոտրել մի բան, որը քոնը չէ, ես ոստիկանություն կկանչեմ։ Ինձ չի հետաքրքրում, որ դու իմ որդին ես։ Նա հեռացավ։ Ես մի աթոռ դրեցի դրանց բռնակի տակ։ Այդ գիշեր ես ինձ ապահով չէի զգում իմ իսկ տանը։ 2 օր անց պարոն Պետրոսյանը զանգահարեց։ Դատավորը ստորագրել էր օրդերը։ Սպան այնտեղ կլինի այսօր կեսօրին, հանձնելու համար։ Ես սպասում էի իմ բազկաթոռին։ Ժամը 15:15 դրան զանգը հնչեց։ Ես բացեցի դուռը մի համազգեստով դատական սպայի առաջ։ Տիկին Անահիտ Հովհաննիսյան։ Այո, ես ունեմ դատական օրդեր պարոն Տիգրան Հովհաննիսյանի և օրիորդ Լիլիթ Գրիգորյանի համար։ Նրանք այս հասցեում են։ Այո, այստեղ են, ներս եկեք խնդրում եմ։ Ես թակեցի նրանց դուռը։ Տիգրան, Լիլիթ, դուք հյուր ունեք։ Նրանք դուրս եկան շփոթված տեսքով։ Սպան պրոֆեսիոնալ էր և հակիրճ։ Ես դատարանի սպա եմ։ Ես այստեղ եմ ձեզ հանձնելու այս պաշտոնական վտարման օրդերը։ Տիգրանի դեմքի գույնը գնաց։ Լիլիթը խլեց թուղթը նրա ձեռքից։ Վտարում, սա անօրինական է։ Նա չի կարող դա անել։ Մենք ընտանիք ենք։ Տիկին, համբերատար ասաց սպան։ Տիկին Հովհաննիսյանը միակ գրանցված սեփականատերն է։ Դուք վարձակալության պայմանագիր չունեք։ Օրենքը նրա կողմն է։ Դուք ունեք 48 ժամ այս պահից սկսած տարածքը ձեր բոլոր իրերով ազատելու համար։ Եթե չի ենթարկվեք, դուք բռնի ուժով դուրս կբերվեք ոստիկանության կողմից։ Լիլիթը շրջվեց դեպի ինձ։ Դու արեցիր սա։ Դու մեզ փողոց ես շպրտում։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի, իմ խաղաղությունը վերականգնելու համար։ Դուք ունեիք ձեր հնարավորությունը արժանապատվորեն հեռանալու։ Դուք ընտրեցիք սա։ Մայրիկ, Տիգրանի ձայնը կոտրված էր։ Մայրիկ, դու չես կարող, մենք գնալու տեղ չունենք։ Դու դադարեցիր ինձ ընտանիքի պես վերաբերվել այն օրը, երբ թույլ տվեցիր նրան գոռալ ինձ վրա։ Այն օրը, երբ դու պղծեցիր իմ տունը։ Դա այլևս իմ խնդիրը չէ։ Սպան նրանց թողեց օրդերի պատճենը։ Տանը տիրող լռությունը ծանր էր, խեղծող։ Մենք չենք հեռանալու, ֆշնջաց Լիլիթը խաչելով ձեռքերը։ Ուրեմն ոստիկանությունը ձեզ քաշ կտա։ Վստահ եմ, հարևանները հաճույք կստանան այդ ներկայացումից։ Ինձ համար դա ոչ մի տարբերություն չունի։ Դու դառնացած դաժան ես, լաց եղավ նա։ Ձայնը կոտրվում էր ցուցադրական զայրույթից։ Դու մեռնելու ես այստեղ բոլորովին մենակ։ Ոչ ոք չի լինի, որ բռնի քո ձեռքը։ Ես կնախընտրեմ մեռնել մենակ, խաղաղության մեջ, ասացի ես, քան ապրել ընկերակցությամբ և նվաստացվել։ Դուք ունեք 48 ժամ, խորհուրդ եմ տալիս սկսել հավաքել իրերը։ Ես գնացի իմ սենյակ և փակեցի դուռը։ Հաջորդ 48 ժամերը լարված լուռ պատերազմ էին։ Նրանք հավաքում էին իրերը։ Ես լսում էի, թե ինչպես էին քարշ տալիս պայուսակները, շրքտացնում դարակները։ Տիգրանը փորձեց խոսել ինձ հետ ևս մեկ անգամ։ Մայրիկ, խնդրում եմ, ես կստիպեմ նրան ներողություն խնդրել, մենք կարող ենք շտկել սա։ Շտկելու ոչինչ չկա, Տիգրան։ Եթե դու սա անես, ասաց նա, աչքերը լցվում էին արցունքներով, ես երբեք չեմ ների քեզ։ Դա քո ընտրությունն է, ասացի ես իմն արդեն արել եմ։ Վերջին առավոտյան ես նստած էի խոհանոցում, սուրճս խմելով։ Մարգարիտն ինձ հետ էր։ Նրանք վերջին անգամ իրեր էին տանում դեպի մեքենան։ Տունը լցված էր նրանց պարտության ձայնով։ Ժամը 11-ին Տիգրանը դուրս եկավ վերջին արքով։ Նա կանգ առավ դռան շեմին։ Նա նայեց ինձ, աչքերը կարմիր էին։ Նա սպասում էր, որ ես կկոտրվեմ, հետ կկանչեմ նրան։ Ես պարզապես կում արեց սուրճիցս։ Ցտեսություն, մայրիկ, շշնչաց նա և հեռացավ։ Ես լսեցի մեքենայի դռան շրքկոցը։ Ես լսեցի շարժիչի գործարկվելը, ես լսեցի, թե ինչպես է ձայնը մարում փողոցով, մինչև որ այն անհետացավ։ Մարգարիտը դրեց իր ձեռքն իմ ձեռքին։ Նրանք գնացին, Անահիտ։ Նրանք գնացին, կրկնեցի ես։ Ես ուրախություն չէի զգում, ես տխրություն չէի զգում, ես թեթևացում էի զգում, մի խորը ոսկորների մեջ թափանցող թեթևացում։ Եկեք մաքրենք, ասացի ես։ Մենք գնացինք հյուրերի սենյակ, նրանք այն ոչնչացված էին թողել,
Աղբ հատակին, հետքեր գորկին, սավանները պատրված էին որպես չարության վերջին ողորմելի արարք։ Մենք մաքրեցինք, մենք լվացինք ամեն մի մակերես, մենք լվացինք պատերը, մենք բացեցինք պատուհանները թույլ տալով մաքուր օդին քշել նրա օցանելիքի վերջին համառող բույրը։ Երբ մենք ավարտեցինք, արևը մար էր մտնում։ Սենյակը նորից պարզապես սենյակ էր։ Այդ գիշեր ես հանեցի կողփակները իմ դռներից։ Ես իմ համար հասարակ ընթրիք պատրաստեցի եւ կերա խոհանոցի սեղանի շուրջ լռության մեջ։ Դա այլևս սպառնացախ լռություն չէր, դա խաղաղ լռություն էր։ Ես նստած բակում նայելով, թե ինչպես են աստղերը հայտնվում։ Ես մտածում էի իմ կյանքի, իմ զոհողությունների մասին։ Ես մտածում էի այն որդու մասին, ում ես մեծացրել էի, եւ այն տղամարդու մասին, որ դարձել էր նա։ Մի քանի շաբաթ անց հեռախոսս զանգեց։ Անծանոթ համար էր։ Ալո։ Մի պահ դադար։ Մայրիկ։ Ես սպասեցի։ Ես պարզապես ուզում էի ասել, որ ներողություն եմ խնդրում։ Տիգրանի ձայնը խիտ էր։ Ես աշխատանք գտա։ Մենք մի փոքրիկ բնակարանում ենք։ Ես գիտեմ, որ փչացրել եմ ամեն ինչ։ Ես գիտեմ, որ վախկոտ եմ եղել։ Ես լսում էի։ Ես նրան չարդարացրի։ Ես ուրախ եմ, որ դու աշխատում ես, Տիգրան, ասացի ես։ Դու կարծում ես, որ երբևէ կարող ես ներել ինձ։ Ես երկար մտածեցի։ Ես չգիտեմ, տղաս, իսկապես չգիտեմ։ Հասկանում եմ, ասաց նա, ձայնը փոքրիկ էր։ Լավ նայիր քեզ, մայրիկ։ Դու էլ, Տիգրան։ Ես անջատեցի։ Արցունքները, որոնք ես հրաժարվել էի թափել, վերջապես եկան։ Ոչ թե նրա համար, այլ ինձ համար։ Այն 74-ամյա կնոջ համար, ով վերջապես սովորել էր իրեն առաջին տեղում դնել։ Իմ տունը կրկին իմ սրբավայրն է, այն հանգիստ է, այն իմն է։ Ես մի դժվար դաս սովորեցի, որը հասկանալու համար ինձնից մի ամբողջ կյանք պահանջվեց։ Հարգանքն այն չէ, ինչ քեզ տրվում է, դա այն է, ինչ դու պահանջում ես։ Արժանապատվությունն այն չէ, ինչի համար աղաչում ես, դա այն է, ինչ դու ետ ես պահանջում։ Ես այն օրը չկորցրի իմ որդուն։ Ես պարզապես հեռացա մեկից, ով մոռացել էր, թե ինչպես պետք է որդի լինել։ Եվ դա կորուստ չէր։ Դա, ի վերջո, իմ ամենալուռ և ամենախորը հաղթանակն էր։